Այս վայրը թերևս տուրիստական ամենաայցելվող վայրերից է Երևանում։ Եթե ես հենց հիմա փորձեմ պտտվել ու Սյունազարդ տաճարին դաջել իմ անունը, Սաքոյի, Անկայի ու Բաբոյի կողքին, ինձ ոչ ոք ու ոչինչ չի խանգարի։ Հոկտեմբերի 10-ից 12-ը մեծ շուկով նշվեց Էրեբունի Երևան տոնակատարությունը։ Մայրաքաղաքի 2807-ամյակը։ Ամեն տարի հսկայական գումարներ է ծախսվում այս տոնի վրա։ 2025 թվականին հատկացվել է մոտ 755 միլիոն դրամ, 332 միլիոն դրամի պայմանագիր է կնքվել Factory Production SPA-ի հետ։ Իսկ ինչքան գումար է պետք այս տոնի ամենահին խորհրդանշի՝ Էրեբունի ամրոցի տեխնիկական վերազինման եւ վերականգնման համար։ Իմ ունեցած տեղեկություններով, իմ ունեցած հավաստիացումներով մենք հարցը ստեղ ֆինանսը չի, ֆինանսի խնդիր չկա ամրոցի ինչ-որ հատված, եթե մենք պատրաստ լինենք, ասում եմ, նախագծից, նախահաշվից, մասնագիտական խորհրդից, այդ ամեն թղթաբանական հարցը, մասնագիտական հարցը եթե պատրաստ լինի, մենք ռեսուրսի խնդիրը չի ստեղծվում, այստեղ զուտ ժամանակի եւ մասնագիտական վերլուծության հարց է։ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Կարեն Ազատյանը պաշտոնը ստանձնել է մոտ 3 ամիս առաջ։ Այս ընթացքում հասցրել է թանգարանում վերանորոգման աշխատանքներ իրականացնել եւ լուծել ամրոցում ոռոգման ջրի խնդիրը։ Տեղյակ է նաեւ մյուս խնդիրներից։ Ամրոցի որոշ պատեր քայքայված են, որոշների վրա կան մեծ ճաքեր եւ դժվար է կռահել, մինչեւ երբ կդիմանան այս պատերը։ Էրեբունի ամրոցն անմխիթար վիճակում է։ Նախասրահի պատերին, Խալ Դաստծո տաճարին, Սյունազարդ սրահի պատերին վանդալիզմի նշաններ են։ Սիրո խոստովանություններ, հրաժեշտի խոսքեր եւ մարդկանց անուններ։ Ամբողջական ամրոցը հսկայական գումարներ է պետք, բավական մեծ, մի քանի միլիոն դոլարից սկսած։ Կոնկրետ չեմ կարող ասել, ես պարզապես ասում եմ այն փորձը, որ ունեցել են տարբեր երկրներում նմանատիպ հնավայրեր վերականգնելու, կոնսերվացնելու համար, բայց պետք չի միանգամից մտնել այդ ծանրության տակ, քանի որ նախ ունենք մենք մասնագիտական կազմի ներգրավելու հարց, լինի Հայաստանից, լինի արտերկրից, երկրորդը պետք է մաս անել, որ հասնել այդ արդյունքն ունենալ։ Քաղաքապետարանից հարցրել էինք, թե 2019 թվականից ինչ նորոգման կամ վերականգնման աշխատանքներ էին կատարել Էրեբունի ամրոցում։ Մոտ 1 ամիս անց մեզ պատասխանեցին։ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան հողակում, մասնավորապես Էրեբունի ամրոցի տարածքում, բացառությամբ ամրոցի արտաքին լուսավորության արդիականացման աշխատանքների շինարարական աշխատանքներ չեն իրականացվել։ Ամրոցում խնդիր եմ տեսնում պարիսպների որոշակի հատվածների ամրակայման, արահետների նորոգման, բարեկարգման կարիք կա, որը հնարավոր է արագ, կոնկրետ արահետների պահ հնարավոր է արագ իրականացնել։ Հսկողության հարց կա ամրոցի, ամենաուղիղ ճանապարհը տեսանկարահանման սարքեր տեղադրելն է։ Հուշարձանի ամբողջ տարածքը 30 հեկտար է, իսկ ամրոցի տարածքը 3 հեկտար։ Աշխարհում չկա նմանատիպ հուշարձան, որ հսկելու համար 20 հոգի մարդներ չկա։ Հիմա եթե ես ուզենամ տեսախցիկներ տեղադրել, ելը գնալու է այդ գործընթացը մի քանի ամիս, որովհետև ցանկացած տեսախցիկ ամրացնելու համար, հուշարձանի տարածքում ցանկացած միջամտություն անելու համար էսքիզ է պետք, հողի շերտին են կպնելու, չեն կպնելու, թղթաբանական, մասնագիտական լուրջ խնդիր, ֆինանսը չի հարցը։ Պետքա գործընթացը պարզապես մի օր սկսել։ Ամրոցի տարածքում մի քանի բնօրինակ սեպագիր արձանագրություն կա, այդ թվում Երևան քաղաքի ծննդյան վկայականը։ Ունենք 3 օրիգինալ ծննդյան վկայական սեպագիր արձանագրություն, որից մեկը դուք տեսնում եք հիմա ձեր աչքի առջև։ Նախատեսվում է ոչ միայն ծննդյան վկայականը, այլ ամրոցի տարածքում գոյություն ունեն տարբեր արձանագրություններ նվիրված Խալդի տաճարի կառուցմանը, Սուսի տաճարի կառուցմանը, որոնք մյուս տարի նախատեսվում է նախագծային աշխատանքներ իրականացնել, հնարավորության դեպքում նաև վերցնենք ծածկի կամ պահպանական կանխարգելիչ միջոցառումներ իրականացնենք, Աստվածչանի հետագա
մարդկային գործոնի կամ այլ գործոնի ազդեցությունից վնասից խուսափելու համար։ Այս տարի Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային հուշարձանների նախնական շարքում, որպես Երևանի ուրարտական ժառանգություն։ Հիմա արդեն այս գրածն էլ է պատմության մաս դառել, նկարած, փչացրած, անգամ հնարավոր է դա էլ է մոտեցման հարց, որոշակի հատված թողել, որ սենց բան էլ է եղել, էդ էլ է մոտեցման հարցը։